14-ամյա հայ տղան ամեն գիշեր կապում էր մոր վարսերը իր բասկին, որպեսզի նա չկարողանա փախչել։ Մայրը խելագարվել էր, տեսնելով, թե ինչպես են թուրքերը կախաղան հանում իր ամուսնուն։ Տղան արդեն կորցրել էր հորը եւ չէր ուզում կորցնել նաեւ մորը։ Նա փորձում էր վերահսկել նրա յուրաքանչյուր շարժումը, միայն թե պահի նրան իր կողքին։ Բայց մի գիշեր նա քնով անցավ եւ չզգաց, թե ինչպես մայրը գնաց։ Ցավից խելագարված հայուհին իր երեխաների հետ թաքնվում էր քարանձավներում, ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքներ։ Լեռներն ու ժայռերը դարձել էին նրանց տունը։ Երբ տղան արթնացավ, մայրը չկար։ Նա դուրս վազեց նրան փնտրելու եւ այդ քաոսի մեջ կորցրեց նաեւ իր քրոջը։ Մորը եւ քրոջը կորցնելուց հետո Արթինը վաճառվեց ստրկության։ Նա ապրում էր մնացորդներով, քնում գոմում, առանց հագուստ փոխելու հնարավորության։ 4 տարի ապրելով անմարդկային ու դաժան պայմաններում նա մի օր փախավ, գտավ իր քրոջը Կոստանդնուպոլսում եւ վերջապես 1920 թվականին հասավ ԱՄՆ։ Ամերիկայում նա սկսեց նոր կյանք։ Տարիներ անց այդ նույն տղան Հարի Էկիզյանը, Արթին Էկիզյանը պետք է դառնար աշխարհի ամենահզոր ըմբիշներից մեկը։ Չնայած ընդամենը 168 սանտիմետր հասակին, նա ուներ անհավանական ուժ։ Նա հայտնի դարձավ Ալի Բաբա անունով, իր սափերած գլխով, գլխարկով եւ սարսափազդու արտաքինով։ 1936 թվականի ապրիլի 24-ին, հայոց ցեղասպանության տարելիցին, նա հաղթեց աշխարհի առաջնությունը։ Երբ նրան հարցնում էին, պատահական էր այդ հաղթանակը, նա պատասխանում էր. պատահականություններ չեն լինում։ Եթե ուզում ես հաղթել, պետք է դրա համար կռվել։ Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ նրան հրավիրեցին Սպիտակ տուն հանդիպելու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Պատմում են, որ նախագահը զերմացած էր Էկիզյանի ֆիզիկական տվյալներով եւ կատակով հարցրել է, թե արդյոք նրա բեղերն օգնում են նրան ռինգում հակառակորդին վախեցնելու համար։ Իր 32 տարվա կարիերայում հայազգի հսկային հաջողվել է մենամարտել 3500 մարդու հետ, շաբաթական վաստակելով $5000 գումար։ Այն ժամանակ, երբ սովորական քաղաքացու միջին աշխատավարձը տարեկան $2000 էր կազմում։ Քրիստոնյա Էկիզյանը հավատում էր, որ ամենակարող ուժը, որն իր ուժի աղբյուրն է, կպատժի ցեղասպանություն իրականացրած ոճրագործներին։ Անհավանալի է, բայց թուրքական եւ քրդական որոշ աղբյուրներում Էկիզյանը ներկայացվում էր իրենցից մեկը, փորձելով նրան ներառել սեփական ազգային պատմում։ You see Dick Lever in there giving everything in the midsection, hits him in the jaw, and Ali Baba has a little patent on that adagio of his, and watch him strut after Dick Lever and force him over to the corner and up against the ropes, and they're out of it again now, and there is Lever hitting him on the head, but as far as Ali Baba is concerned, it's just a chip off the old block. And Dick Lever backs away. He's a little perplexed. He doesn't know whether he's up against a man or trying to get a reverse wrist lock on Ali Baba, but it doesn't do him a bit of good. And there comes the terrible Turk adagioing again. And over in the corner goes Lever, and down to the canvas goes Lever. And watch Lever crawl out between the bottom and the middle time. Look for Ali Baba.